Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Մեր երեխաները փաստորեն 24 ժամ այդ սրվակի մեջ են, որտեղ կամ ունեն կամ չունեն մաքուր օդի հնարավորություն, իսկ դրա ազդեցությունը երեխայի առողջության, զարգացման, ինքնազգացողության վրա իհարկե վաղուց ապացուցված է թերևս հնարավոր բոլոր գիտություններով։ Քանի որ մենք ապրում ենք շատ փոքր Հայաստանում, որ օդի աղտոտվածությունը վերջի տարիներին էլ ավելի մտահոգիչ է մեզ բոլորիս համար, հատկապես փոքր երեխաների համար, որոնք որ բերում են հիվանդությունների էլ ավելի խորացմանը եւ բարդացմանը։ Ամենակարճիճանաբարը այդ ուղղակի լքել այն վայրը, որտեղ ինքը իրեն այդքան էլ ապահով չի զգում եւ ավելի շատ հիվանդություններ են նրան ստիպում, որ իրեն ված գա։ Ու քանի որ մենք այնպես մի շրջան ապրել ենք, սովորաբար այնպես միշտ հիվանդանում ենք, ես փորձեցի իր համար ստեղծել, այսպես ասած, այնպիսի ֆիլտրված միջավայր, որտեղ որ մենք հիմա փորձում ենք ապրել եւ մեծանալ առողջ։ Ես որպես ծնող չեմ պատրաստվում սպասել, որ այլ մարդիկ որոշակի քայլեր ձեռնարկեն, որպեսզի իմ երեխայի մթնոլորտը ավելի որակով դառնա։ Չէ՞ որ ես հենց այսօր կարող եմ անել այն, ինչ որ կլավացնի օդը, որը մեզ շրջապատում է։ Ինչն է միավորում ֆորմալդեհիդը, ածխածնի օքսիդները, ամոնիակը, քլորը, շինարարության պատճառով առաջացած փոշին եւ նատրիում պարունակող մթերքները։ Մի փնտրեք պատասխանը հեռվում, այն մեր ու մեր երեխաների քթի տակ է։ Խոսքը մթնոլորտն աղտոտող նյութերի մասին է, որոնք անարգել հայտնվում են մեր օրգանիզմում եւ թելադրում են մեր կյանքի եւ առողջության որակը։ Ծնողական ժողովում այսօր խոսելու ենք մեր մեծ ու փոքր միջավայրերի աղտոտվածության եւ այդ անտեսանելի հրեշի դեմ տեսանելի արդյունք ապահովող միջոցների մասին։ Բարև ձեզ, հարգելի ծնողներ, շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք մեր հրավերը ու եկել եք խոսելու այսօր շատ կարևոր մի նյութի մասին։ Նախքան կսկսենք մեր քննարկումը, պետք է հիշեցնեմ, որ մեր զրույցին հետևում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։ Զրույցի ընթացքում նա կմիանա մեզ, հնարավորություն կունենանք լսելու նաեւ փորձագետի մեկնաբանությունները։ Բայց նախ մեզ համար փորձենք սահմանել ինչ էկոլոգիական հիմնախնդիրներ կան, որ մեզ մտահոգում են որպես ծնող, խնդրեմ։ Ես եւ որպես ծնող անհանգստացած եմ եւ տան ներսի եւ տան դրսի օդի որակի համար, որովհետեւ երեխաները չեն զգում, թե ինչ միջավայրում են իրենք մեծանում, բայց մենք ծնողներս գոնե ինչ որ ինֆորմացիա ունենք եւ կարող ենք ազդել, որպեսզի իրենք ավելի առողջ մեծանան, չէ որ հենց այդ տարիքում է, որ օրգանիզմի ձևավորման մեջ դրվում են այն հիմքերը, որոնք որ 20, 30, 50 տարի հետո կանրադառնան իրենց մոտ որպես հիվանդություն կամ որպես առողջություն։ Եթե մենք փորձենք բաղդատել, հա, ջուր, սնունդ, օդ, եւ թերևս այն ամենը ինչ որ շրջապատում է մեզ, ամեն ինչն էլ կարծես որոշ իմաստով վախ է հարուցում։ Որովհետև մենք լսում ենք տարբեր տեսակի իրական ու հորինված պատմություններ, թե ինչով են պարարտացվում մշակվող հողերը, տարբեր պրոդուկտներ, ինչպես են ակետից բեկետ հասնում, բայց այս բոլորի կարծես ֆոնին թթվածինը, օդը միակ բանն է, որը եթե ջրի տեսանկյունից պայմանական, հա, դու կասես, լավ, ես գնում եմ շշալցված ջուր, որովհետև սա անցել է որոշակի մասնագիտական փորձաքննություն, նրանից կգնեմ այս կամ այն պրոդուկտը, որովհետև վստահ եմ դրա ծագման մասին, ապա օդի պարագայում դա ամենուր է, լաբորատոր հետազոտություն է պետք որ հասկանալ։ Եվ ինչպես ես ու դա անելու ամեն օր։ Եվ մանավանդ որ մեր կյանքն էլ անընդհատ մենք ինչ որ տեղաշարժերի մեջ ենք, գնում ես այստեղ, այնտեղ, ինչ որ մեկը պասի կենսակերպ է վարում, մեկ ուրիշը ակտիվ եւ այս տեսանկյունից իհարկե ժամանակ առ ժամանակ լինել ծնող եւ մտածել ես բոլորի մասին, զգում ես որ տագնապները վրա են հասնում։ Դու ուզում ես քո երեխային տալ լավագույնը, քեզ թվում է որ դու տալիս ես լավագույնը, բայց իրականում մեծ հարցականի տակ է։ Շատ լավ, ինչ նախանշաններից հասկանանք, որ մեր միջավայրը լինի տան ներսում, ինչպես ասացիք, կամ դրսում աղտոտված է։ Ձեզ համար որոնք են կարմիր դրոշակները, այսպես ասենք։ Քանի որ մենք ապրում ենք
քաղաքում, Երևան քաղաքում եւ մեր շուրջ բոլորը անդադ շինարարություններ է, օրվա հատկապես օրվա երկրորդ կեսից սկսած օգտի աղտոտվածությունը շատ բարձր մակարդակի վրա է, որի ժամանակ մենք պետք է պարտավոր ենք դիմակներով դուրս գալ տանից, բայց ցավոք ոչ բոլորն են դա, իսկ երևի մեկ էլ առավոտ շատ շուտ մի փոքր օդ ավելի մաքուր է։ Քանի որ խոսեցինք շինարարության մասին եւ հասկանում ենք, որ մարդը եւ մարդու գործունեությունն է ամենաշատը ստեղծում միջավայրի աղտոտվածություն, փորձենք հասկանալ արդյոք մարզում ապրելու պարագայում մենք մի փոքր ավելի ապահովագրում ենք մեր ու մեր երեխային այս խնդիրներից գոնե լավ մաքուր օդ շնչելու իմաստով։ Իրականում, երբ որ Անուշը դիտարկեց Երևանի տարբերակը, ես կուզեի զուգահեռ տանել ու ասել, թե Լոռիում ինչ է կատարվում։ 4 տարի բնակվում եմ իմ ընտանիքի հետ Լոռու մարզի Դեպետ գյուղում։ Տղայի ծնվելուց անմիջապես 10 օր հետո մենք տեղափոխվեցինք Դեպետ։ Ու տղայիս ինտենսիվ սուր շնչառական վարակները ինձ բերեցին հասցրեցին նրան, որ ցավով եմ ասում, բայց այդքան էլ մեծ չէ տարբերությունը, որովհետև Լոռվա ճանապարհը դեպի Ալավերի տանող այդ բեռնատար մեքենաները, թափոնները, մենք այդ նույնը շնչում ենք եւ զուգահեռ նաեւ գյուղում, որ փայտ են վառում, խոտ են վառում, դրսում այդ օդ նույն աղտոտվածության մակարդակը բարձր է ու ամեն անգամ պատոհանագոք մաքրելով զգում ենք թե ինչքան շատ է այդ ամեն ինչը թեպետ երևի այդ կանաչը մի քիչ մեզ մխիթարում որ պետք է մի քիչ լավատեսորեն մոտենանք ու գործունեություն ծավալենք որպեսզի ավելի լավ լինի այնտեղ Ոտի աղտոտվածությունը մի շարք պատճառներով է պայմանավորված եւ գյուղական համայնքներում մեծ ազդեցություն ունի նաեւ ինչ վառելիք է դայնում իրենց վառարաններում եւ դա ոչ միայն Հայաստանում է խնդիր, այլ նաեւ եվրոպական շատ երկրների գյուղական վայրերում ոտի աղտոտվածությունը գյուղական վայրերում փոշմաներ մասնիկներով բավականին բարձր տոկոս է կազմում եւ դրա համար համաշխարհային առողջապահական կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում որպեսզի ուշադրություն սևեռի գյուղական համայնքներում օդի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ։ Առաջին ալիքի լուսամուտներից Նորքի բարձունքից երևում է Երևանի հրաշալի համայնապատկեր, բայց որպես կանոն այն ծածկված է ինչ-որ շղարշով։ Ինչու եմ ասում ինչ-որ, քանի որ այդ տեսարանով հիացող իմ շատ գործընկերներ պնդում են, որ շղարշը մառախուղ է, իսկ ոմանք վստահ են, որ դա սմոգ է։ Այս օրինակ տարակարծությունների շարքից է նաև քննարկումն այն մասին, որ աղտոտված օդից փախչելու համար պետք է գնալ գյուղ։ Ինչն է այս ամենից միֆ եւ ինչն է իրականություն։ Հարցրել ենք մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց։ Սմոգի գոյացությունը հիմնականում լինում է եղանակային պայմանը 1 պլյուս օդի աղտոտվածությունը, ինչը որ ավտոներ, մեքենաներ, այդ բոլոր այդ գազերը, որ արտադրություններ, սմոգը դա է, իսկ մառախուղը դա ուղղակի եղանակային մի երևույթ է։ Եթե դա մենք թարգմանենք անգլերենից, նույն բանն է։ Սմոգը դա անգլերեն բառը fog եւ smoke բառերը միացել են իրար, այսինքն գործարաններից արտանետված այդ բոլոր արտանետումները Մեծ Բրիտանիայում խառնվել են մառախուղի հետ եւ Բրիտանիայում ստեղծվել է այդ բառը smoke։ Fog-ը դա մառախուղն է, սովորական մառախուղն է, բնականաբար դրանք տարբեր բաներ են։ Ինձ թվում է նույնն է։ Իհարկե միֆ է, քանի որ մառախուղը դա պարզապես ջրի կաթիլների կուտակումն է, այսպես ասած օդում, իսկ սմոգը իրենից ներկայացնում է վնասակար աղտոտող նյութերի կուտակումը մթնոլորտում, ու մառախուղը միայն տեսքով կարող է սմոգին նման լինել, սակայն սմոգը մառախուղից տարբերվում է նրանով, որ ինքը իր մեջ ներառում է եւ մառախուղ եւ ծուխ, այսպես ասած, այսինքն նրա մեջ կարող են տարբեր գազեր լինել, փոշմաններ մասնիկներ լինել եւ նաեւ շատ հաճախ կարող է սմոգը գույն ունենալ, ծանր հոտ ունենալ։ Ես ապրում եմ գյուղում եւ շատ մարդկային գործոններից ելնելով մենք օդ աղտոտում ենք, որ չպետք է անենք նույն թափոնները, նույնիսկ այն պոպոկի ծառերի տերևները, որ թափվում է այրում ենք, մենք աղտոտում ենք, վնասում ենք օդը։ Եթե օրինակ խոսենք Ալավերդին մոտ գյուղերին, բարձա աղտոտված է մի բան էլ ավել, բայց եթե մի քիչ ավելի ուրիշ մարզերի մասին է խոսքը գնում, միգուցե եւ ոչ, բայց դե գիտեմ, որ Երևանն է սարսափելի աղտոտված համարվում աշնան ամիսներին, հա, երբ որ տերևաթափա, ամբողջ Արարատյան մարզը ուղղակի sense հեղեղված այդ անհանրային է ուղղակի այնտեղ շնչել, ու իստում այնտեղի ինդեքսը այդ աղտոտվածություն շատ ահավոր է։ Մթնոլորտը ընդհանուր առմամբ աղտոտված է, ուղղակի գյուղական համայնքն որտեղ ավելի շատ բուսակալություն կա եւ համեմատաբար քաղաքայինի մաքուր կլինի։ Ինձ թվում է միֆ է, որովհետեւ գյուղերում օդը չի կարող աղտոտվի։
որովհետև այնտեղ չկան զավոդներ, չկան աղտոտող ինչ-որ միջոցներ։ Իրականություն է, որովհետև գյուղական բնակավայրերում եւս օդը կարող է աղտոտված լինել, պայմանավորված տարբեր գործոններով։ Աղտոտման աղբյուրները տարբեր են, հիմնականում տնային տնտեսություններում վառելիքի այրումն է, գյուղատնտեսական արտանետումներն են, այն վայրերում, որտեղ արդյունաբերություն գործարաններ կան, դրանք կարող են պատճառ հանդիսանալ, աղբի այրումը, ընդհանուր առմամբ կարող է անտառային հրդեհները։ Մենք արդեն ձևակերպեցինք մեր ծնողական մտահոգությունները էկոլոգիայի հետ կապված եւ մասնավորապես օդի հետ կապված եւ հիմա ճիշտ ժամանակն է լսելու մասնագիտական մեկնաբանություններ։ Եվ այսօր մեզ հյուր է եկել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։ Ես տեղափոխվեմ հյուրին դիմավորելու։ Համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը այս կարևոր թեմայի մասին խոսելու համար։ Որոնք են այն գործոնները, որ առավել մեծ ազդեցություն ունեն էկոլոգիական միջավայրի եւ մասնավորապես օդի հետ կապված փոփոխությունների վրա։ Եթե խոսենք Երևան քաղաքի օդի աղտոտվածության մասին, ապա հիմնականում օդի աղտոտվածությունը ձևավորվում է տրանսպորտային արտանետումների, շինարարությունից, քաղաքի շուրջ գոյություն ունեցող բաց մետաղական, ոչ մետաղական հանքարդյունաբերական կենտրոններից եւ իհարկե շատ մեծ կարևոր նշանակություն ունի այգիների պակասը, որը իրականում հանդիսանում է զտող գործիք, զտող միջոց այդ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար։ Եվ այդ բոլորի ազդեցություն միաժամանակ ձևավորում է այն, ինչ որ մենք ունենք։ Ուզում եմ նշեմ նաեւ, որ Երևան քաղաքում օդի աղտոտվածության վրա հատկապես ձմռան շրջանում էական ազդեցություն ունենում նաև բնակլիմայական պայմանները, որի արդյունքում մենք ունենում ենք օդի աղտոտվածության խտացում։ Օդի ինվերսիայի պատճառով սառոթի կուտակում է տեղի ունենում եւ դա չի թողնում, որ Երևանից օդը դուրս գա եւ մաքրվի, ինչի հետևանքով տեղի է ունենում օդի աղտոտվածության կուտակում եւ ավելացում։ Մինչ այս պահը կարծես թե խոսում ենք գլոբալ գործոնների մասին, հիմա առաջարկում եմ տեղափոխվենք տուն ու բնակարան եւ խոսենք այն միկրոմիջավայրի մասին, որում ապրում ենք, այն օդի մասին, որ շնչում ենք եւ դա անելու համար առաջարկում եմ ձեզ տեղափոխվենք մեր տաղավարի այն հատված, որտեղ մեզ սպասում են ծնողները։ Համեցեք։ Հիմա պարզաբանումների եւս մեկ չափաբաժին է մեզ սպասվում, բայց որպեսզի այս տագնապ առաջացնող թեման մի փոքր ուրախ ընթացք ունենա, առաջարկում եմ խաղ խաղալ։ Ինչ ենք անելու։ Դուք ունեք ցուցանակներ այո եւ ոչ գրություններով։ Ես կընթերցեմ պնդումներ, դուք կպատասխանեք ձեր տեղեկացվածության եւ ձեր խղճի մտոք, այսպես ասենք, եւ մասնագետը Տիկին Շահնազարյանը կմեկնաբանի։ Եվ այսպես մեր առաջին պնդումն այսպիսին է. Երկրորդային ծուխը ծխելիս արտազատվող ծխի ու ծխողի արտաշնչող ծխի խառնուրդն է։ Ճիշտ է պնդումը, որ հատկապես փակ տարածքներում օդ ներթափանցած երկրորդային ծուխը շնչում են անխտիր բոլորը։ Այստեղ երկու կարծիք չկա, բայց մեկնաբանություն ուզում ենք լսել ձեզնից։ Իհարկե երկրորդային ծուխը, ծխախոտի ծուխը շատ վտանգավոր է, հատկապես երեխաների համար, ու ցավալի է այսօր Հայաստանում ինֆորմացիայի այսպիսի տարափի պայմաններում, երբ որ համաշխարհային առողջապահական կազմակերպությունը տարեկան հրապարակում է ծխախոտի ծխից մահացությունների հետևանքների մասին, բայց մեր ընտանիքներում դեռևս կան շատ ընտանիքներ, որտեղ տան տղամարդիկ, դա լինեն հայրերը, պապիկները, օրեղբայրները, մորեղբայրները երեխաների կողքին ծխում են վտանգելով երեխաների առողջությունը։ Էլ չեմ ասում մնացած մարդկանց, բայց հատկապես երեխաների նկատմամբ այդ պատասխանատվության մակարդակը էականորեն ցածր է այսօր մեր իրականության մեջ։ Համարում եք ճիշտ պնդումը, որ կենցաղային քիմիայի նյութերը կարող են կուտակվել տան օդում, հատկապես եթե դրանք օգտագործվում են փակ տարածքներում կամ երբ բավարար օդափոխություն չի իրականացվում։ Այո։ Կենցաղային քիմիա չօգտագործել չենք կարող, ինչպես դա ճիշտ անենք, չախտոտելու մեր բնակարանների օդը։ Կենցաղային քիմիան ցավոք սրտի այսօր շատ մեծ դեր ունի մեր կյանքի մեջ եւ այդ նյութերը, որոնք մենք օգտագործում ենք, մի քիչ մասնագիտորեն բացատրեմ, իրենց մեջ պարունակում են ցնդելի օրգանական միացություններ, որոնց քանակությունը, երբ որ ինչ-որ մակարդակից բարձրանում է, դա այդ էական ազդեցություն է ունենում մեր առողջության վրա։ Տարաների վրա հստակ ցուցումներ կա, ինչպես օգտագործել այդպիսի նյութերը եւ նաեւ օգտագործելուց հետո մենք եթե զգում ենք, որ հոտի կուտակում առաջին հերթին, քանի որ քիմիական նյութերը մենք չենք տեսնում, բայց գոնե հոտի ձևով որոշ
երբ որ կոնցենտրացիայի է նույնիսկ հասնում, հաճելի հոտերի մասին է, չէ՞, օրինակ լվացքի հեղուկի հաճելի հոտը ինքը վտանգ պարունակում է։ Հաճելի հոտերը դրանք լրացուցիչ ավելացրած հավելանյութեր են, որոնք չեն քողարկում այդ քիմիայի արկայությունը տվյալ միջոցներում, որոնք որ արտանետվում են մթնոլորտ։ Եվ պետք է հաճախակի օդափոխել, եթե այդպիսի գործողություններ է արվում տանը, պետք է հաճախակի օդափոխել եւ տան օգտագործել օդափոխման համակարգ, նույն գազօջախների վրա տեղադրված այդ օդափոխիչ համակարգերը, նույնիսկ համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ցուցումներ ունի, թե ինչպես ճաշ եփել, որպեսզի քիչ աղտոտվածություն ստեղծել, օրինակ գազի, եթե կան 4 աղբյուրներ, ապա հետևի աղբյուրում եփել, որպեսզի հնարավորինս այդ օդափոխիչ համակարգը ավելի հեշտ տանի օդի աղտոտվածությունը, նման ցուցումներ էլ կա եւ իհարկե շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ process-ի ընթացքում երեխաներին հնարավորինս հեռու պահենք, եթե գիտենք, որ այրվող ճար կամ նմանատիպ բաներ կա խոհանոցում, որպեսզի քիչ վնասեն երեխաներին։ Շատ լավ, եւս մեկ հարց ունենք, համաձայն եք պնդմանը, որ բուրավետ նյութերը, սպրեյերը, մոմերը, ռիտուալային փայտիկները, դիֆուզորները բացարձակ անվտանգ են մարդու առողջության համար։ Բացարձակ անվտանգ չեն։ Իրականում երևի թե քողարկվում է այդ անուշաբույր հոտերը, հենց այդ վնասակարությունը ինքը քողարկում է։ Ցանկացած այդպիսի միջոց իր մեջ պարունակում է քիմիական նյութ, ցավոք սրտի մենք այսօր ամեն ինչը մեր շուրջը պատրաստված է քիմիայից, իսկ քիմիան ինքը եթե որոշակի քանակությունից բարձր է լինում, ինքը ազդում է մեր առողջության վրա։ Ուղղակի երբ որ նման միջոցներ են կիրառվում, օդափոխությունը տանը մեծացնել, որպեսզի կոնկրետ լոկալ տարածքում կուտակում չլինի եւ ազդեցություն չունի, որտեղ ընտանիքի անդամները եւս տարբեր զգայունություն ունեն օդի աղտոտվածության նկատմամբ, հնարավոր է ալերգիաներ, շնչառական խնդիրներ ունեն եւ առողջական վիճակի ձեռներով մեկը ավելի զգայուն է օդի աղտոտվածության նկատմամբ, մյուսը պակաս զգայուն է եւ պետք է ուղղակի պահել օդափոխությունը բարձրաճ մակարդակի վրա խուսափելու ավելորդ հետևանքներից։ Եվս մեկ հարց, արդարացի է արդյոք պնդումը, որ տան արկա մակերեսների, այսինքն հատակ, կահույք, պատեր, խոնավ մաքրումը էականորեն նվազեցնում է փոշու կուտակումը եւ դրանից բխող անցանկալի հետևանքները։ Մաքրեցինք թաց շորով, արդյոք մեզ ապահովագրում ենք ինչ-որ բանից։ Իհարկե միայն թաց շորով մաքրումը չի վերացնում բոլոր խնդիրները, պետք է օգտագործենք փոշեկուլել, որը ավելի խորը հավաքում է փոշի, բայց այ փոշեկուլը օգտագործելու պարագայում, եթե փոշեկուլի որակը այնպեսի ինչի որ ֆիլտրերը նորմալ աշխատեն, որովհետև մենք այնտեղ ունենում ենք մեծ փոշու կլանում, բայց հակառակ մասից մենք մթնոլորտ ենք արտանետում զգալի քանակության մանր փոշի եւ նման պարագայում, եթե հատկապես գիտենք, որ փոշեկուլը լավ չի որակը այնպեսի ինչի որ ապահովի համապատասխան մաքրություն, պետք է օգտագործենք լաթեր եւ խոնավ լաթեր, բայց ոչ այնքան խոնավեցնելով, որովհետեւ այդ խոնավ, կեղտոտ խոնավ միջավայրը եւս ինքը ստեղծում է միջավայր է ստեղծում դրա վրա նաեւ ոչ միայն քիմիական աղտոտվածության, այլ միջավայր, որտեղ կարող են առաջանալ նաեւ կենսաբանական մանրէներ, սպորներ եւ այլն, որոնք հետևանք են։ Դրա համար պետք է նույն խալու վրա, երբ որ խոնավ շորով մաքրում ենք, պետք է վստահ լինենք, որ շատ խոնավություն չենք ստեղծում, որովհետև սնկեր են առաջանում եւ տարբեր վարակի աղբյուրներ են հանդիսանում եւ պետք է նաեւ հասկանալ, որ խալին եւ մնացած հատակին նստած այդ փոշին ամենառաջինը վնասում են մեր երեխաները, հատկապես փոքր երեխաները եւ ավելի զգուշավոր հասկանալ, որ այդ մաքրությամբ չենք ստեղծել լրացուցիչ աղտոտվածություն, հեռացրել ենք այն բոլոր աղտոտվածությունը, որը առկա է եղել։ Դե այն որ տանդ կա գորգ եւ երեխա, դա արդեն վտանգավոր կարծես կոմբինացիա է, այո, համադրություն է։ Ուղղակի պետք է մտածված անել։ Երկուսից մեկից պետք է։ Երկուսից մեկը, այո, կամ երեխան կամ գորգը։ Օդի խնդիրների մասին խոսելով, շատ մարդիկ գտնում են, որ ելքերից մեկը տանը օդը ֆիլտրող սարք ունենալն է։ Հիմա հարցը այսպիսին է. համաձայն եք, որ փակ տարածքներում օդի աղտոտվածության դեմ պայքարող ամենաարդյունավետ միջոցը օդը մաքրող սարքերն են։ Կամ օդը խոնավեցնող։ Չնայած որ դա նույն բանը չէ։ Կան չկողմնորոշված ծնողներ եւ կան միանշանակ պնդումներ։ Մեզ պետք է ձեր մեկնաբանությունը։ Այստեղ պետք է շատ զգուշ լինել այդ զտիչները ընտրելուց, որովհետեւ ցանկացած այդպիսի համակարգ պետք է նպատակային ֆիլտրեր պարունակի իրեն մեջ։ Այդ ֆիլտրերը տարբեր տեսակ են լինում։ Ֆիլտրերի մի տեսակը զտում են միայն փոշին, ֆիլտրերի կան ավելի լավ ֆիլտրեր, որոնք պարունակում են իրենց մեջ ածխածին եւ այլ նյութեր, որոնք իրենց մեջ կլանում են նաեւ գազերը եւ նաեւ խոնավեցնող ֆիլտրեր կան, որ իրենց հետ
նաև խոնավացնում են օդը եւ դրանք պետք է լինեն լավ որակի եւ այդ ֆիլտրերը հաճախակի փոխել եւ եթե մենք այդ ամեն ինչը չենք իրականացնում զուտ միայն գործիք ենք տեղադրում մեր տանը եւ մտածում ենք որ այդ գործիքով փրկում ենք դա սխալ թույլ կարծիք է դա իրոք շատ կարեւոր միջոց է օդի աղտոտվածություն նվազեցնելու համար բայց պետք է ճիշտ ընտրություն կատարել Տիկին Շանազարյան շնորհակալ ենք շատ որ այսօր միացաք այս կարևոր քննարկմանը շատ կարևոր մտքեր հնչեցին որոնք օգտակար կլինեն մեր ծնողավարման գործում կամ մեր գիտակցված էկոլոգիական վարք ցուցաբերելու համար շնորհակալ եմ Ես եմ շնորհակալ 2023 թվականի տվյալներով վերջին 5 տարում Հայաստանում օդի աղտոտվածության ցուցանիշը բարձրացել է 15%-ով Մի շարք մեծ ու փոքր քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակը Մասնագետների խոսքով պատճառները մի քանիսն են կանաչապատ տարածքների ոչնչացում, տրանսպորտի արտանետումներ, աղբի կուտակումներ, շինարարություն, հանքերի շահագործում եւ այլն Արդյոք սա նշանակում է, որ շինարարական հրապարակներից եւ ավտոմեքենաների կուտակումներից հեռու գտնվող բնակավայրերում մթնոլորտային աղտոտման մակարդակը էականորեն ցածր է Սա հասկանալու համար իրականացրել ենք համեմատական փորձարկում Դիտեք ուշադիր Հիմա գտնվում ենք Սևանի ափամերձ տարածքում, մասնարապես թերակղզուց դեպի հյուսիսարևմտյան հատված այդ ուղղությամբ ափամերձ տարածքում տեղադրված օդի աղտոտվածության աստիճանը որոշող սարքի մոտ, ասեմ որ օգտվում ենք IQ Air on-line հարթակից եւ հիմա դիտում ենք, նայում ենք թե տվյալը ինչ է 39 է։ Սա նշանակում է, որ օդը մաքուր է, բայց եթե նայում ենք արխիվային տեղեկատվությունը վերջին օրերին ինչ ուրեմն մեծություններ են գրանցված, ապա կտեսնենք, որ անցած ուրբաթ օրը, շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրը միջինը 52-ից 61 ցուցանիշ է գրանցվել։ Սա նշանակում է, որ տվյալ տարածքում եւս կա խնդիր օդի աղտոտվածության մասով եւ ենթադրում եմ, որ խնդիրներից ամենաայսպես լուրջը Ծովագյուղի հատվածում գործող ասֆալտի գործարանն է եւ Ձկնագետի հատվածում գործող ավազի եւ շիբինի հանքա տարածքը։ Հիմա գտնվում ենք Ծաղկաձոր քաղաքում շվեյցարական այդ կայքի նույն սարքի տվյալներն ենք ուսումնասիրում այս պահին այստեղ 0 ուրեմն մեծություն է ցույց տալիս PM2.5-ը իհարկե տեղումնաշատ մայիսից հետո իհարկե փոշու նստեցումը բավականին լուրջ ազդել է այս ցուցանիշի վրա Եվ հիմա մենք այստեղ տեսնում ենք իդեալական պայմաններ, օդային ավազանը բավականին մաքուր է։ Հավելվածը, որը ներկայացվեց Սևանում եւ Ծաղկաձորում, որտեղ on-line ռեժիմով անընդհատ թարմացվում են սենսորների ուրեմն գրանցող մեծությունները, բացի շվեյցարական ինտերակտիվ հարթակից IQ Air.com-ից կան եւս այլ տարբերակներ որոնք հասանելի են եւ մեկը մյուսին լրացնում է այսպես ասած, բայց եթե հարց առաջանա դրանց ուրեմն տարբերությունները նույն կետի վերաբերյալ, ասեմ որ համարյա համաժամանակ իրենք գրանցում են միևնույն այսպես ցուցանիշներ, մեծություններ։ Երևանում մասնավորապես դեպի Բագրևանդ հատվածում դիտվեց բարձր մակարդակ, այստեղ հավելվածը բացել եմ եւ երևում է օրվա ընթացքում, որ կարմիրով գրաֆիկայի վրա ինքը հստակ արձանագրվել է, որ ֆոնային թռիչք կա, դա նշանակում է նույնիսկ այդ հանգամանքները, այն է որ հիմա լեռնահովտային քամիները մաքրում են Երևանը վնասակար նյութերով հարստացված օդային զանգվածներից, պլյուս գարնանային տեղումները, որոնք եւս բավականին օգնում են Դրան պլյուս կանաչ զանգվածը, բոլոր ծառերը բացվել են, թփերը եւ այլն, եւ դրանք եւս ֆիլտրող հատկություն ունեն։ Եթե հիմա դիտարկենք PM2.5-ի ցուցանիշի մեծությունը, ապա
այն օրվա ընթացքում այսօր կենտրոնում, կոնկրետ փոքր կենտրոնում Երևանը ինքը լավից մի փոքր տատանվում է դեպի դեղին ֆոնային, այսինքն 50-ից 100-ի սահմանը, այսինքն խոցելի լուրջ առողջական խնդիր ունեցող մարդկանց համար դա վտանգավոր է, բայց ոչ բոլոր խմբերի համար։ Մարդիկ, որոնք որ ակտիվ կյանքով են զբաղված, առավոտյան վազում են կամ երեկոյան հեծանիվ են քշում եւ այլն, երեխաներին տանում են զբոսանքի, պետք է փորձեն հետևել գոնե այս հարթակներին, այս ինտերնետով հասանելի կայքերին, տեսնեն հետևյալ պահին ինչ վիճակը, նույնիսկ այնտեղ ձմեռվա ընթացքում նշվում էր օրեր կար, որ ասում են առանց դիմակ համապատասխան դիմակների, չի կարելի դուրս գալ։ Որ մնաց վազել, ակտիվ շնչառություն կամ հեծանիվ քշել կամ երեխային հանել այդ ժամին դուրս, ման տալու։ Դրա համար պետք է հետևել եւ փորձել գոնե այդ ամբողջ բանի մեջ, այդ սահմանափակումների մեջ փորձել այսպես լուրջ խնդիրներ չառաջացնել իրենց առողջության համար։ Գիտակցաբար եւ անգիտակցաբար մենք ներգործում ենք մեզ շրջապատող աշխարհի վրա, փոխելով կլիման, ազդելով կյանքի տևողության եւ որակի վրա։ Այս ամենի գիտակցումը ծնում է տագնապներ։ Մենք հատկապես վախենում ենք մեր երեխաների առողջության համար։ Ինչպես է մթնոլորտի աղտոտվածությունը անդրադառնում երեխաների աճի եւ զարգացման վրա, եւ ամենակարևորը, արդյոք հնարավոր է մեղմել վտանգը ու ինչպես։ Քննարկումը շարունակելու եմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ սրտաբան Սամվել Հայրումյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ միացել եք մեր քննարկմանը։ Պետք է խնդրեմ ձեր մասնագիտական պարզաբանումն առայն, թե ինչպես է մթնոլորտի եւ հատկապես օդի աղտոտվածությունը ազդում երեխաների վրա, ինչու եւ ինչպես։ Օդի աղտոտվածության պարագայում կան խոշոր մասնիկներ եւ մանր մասնիկներ եւ ավելի խոշոր մասնիկները անմիջապես կարող են առաջացնել շնչառական ուղիների ալերգիկ ռեակցիաներ, բորբոքային պրոցեսներ, այսինքն նպաստել շնչառական հիվանդությունների առաջացմանը, այդ թվում եւ բրոնխիալ ասթմային, իսկ ավելի մանր մասնիկները, որոնք ներծծվում են արյան մեջ եւ դրանք կարող են տարածվել օրգանիզմում եւ առաջացնել տարբեր հիվանդություններ, մասնավորապես նյարդային համակարգի հետ կապված, էլի շնչառական համակարգի հետ կապված, ընդ որում նման խնդիրներ առաջանում են ընդհանուր արգանդային կյանքի ընթացքում, այսինքն այդ ազդող վնասակար նյութերը ազդելով հղի առողջության վրա կարող են նպաստել զարգացման արատների, տարբեր հիվանդությունների, վաղաժամ ծննդաբերության, քիչ քաշով ծնունդների, որոնք իրենց հետագա հետևանքներն են դրսևորելու։ Եթե ինչ-որ խնդրով գալիս ենք բժշկի մոտ եւ եզրահանգումն այն է, որ պատճառը օդի աղտոտվածությունն է, արդյոք բժիշկը մեզ կասի դրա մասին, թե պարզապես կկենտրոնանա աղտորոշման եւ բուժման վրա։ Բժիշկը պետք է նշի հնարավոր պատճառներ, որոնցից կարող է ամենագլխավորներից մեկը լինել օդի աղտոտվածությունը եւ նաեւ խորհուրդներ տա դրա դեմ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։ Փորձենք հենց կանխարգելման մասին հիմա խոսել, ինչ անենք, ինչպես ապահովենք առողջ միջավայր երեխայի համար, որպեսզի էկոլոգիական ինչ-ինչ գործոններ չազդեն երեխայի ձևավորման վրա, երեխայի առողջության վրա։ Առաջերտին, եթե օդի աղտոտվածությունը պայմանավորված է շինարարական աշխատանքներով, հնարավորինս խուսափել աշխատանքային այդ ժամերին երեխաներին բաց թողնել մաքուր օդ եւ նաեւ քամիների ժամանակ, իսկ եթե ստիպված պետք է դա արվի, ասենք դպրոց կամ մանկապարտեզ տանելիս, գոնե կարող են կրել դիմակներ, որոնք բավականաչափ կարող են պաշտպանել, եթե այլ ճանապարհ չկա։ Կանխարգելման եղանակներից նաև հնարավորինս պահել տան միջավայրը գոնե մաքուր, մաքրող ֆիլտրեր տեղադրել, եթե կան որակյալ նման ֆիլտրեր, եւ էլի հնարավորինս եթե կա հնարավորություն ավելի հեռու բնակություն հաստատել արդյունաբերական կենտրոններից հեռու աղբի կուտակման կենտրոններից հեռու, որպեսզի դրանք չնպաստեն այդ առողջության վնասմանը։ Եվ որպես մեր զրույցի ամփոփում, խնդրում եմ ասացեք դուք որպես սրտաբան եւ ընտանեկան բժիշկ, ինչպիսի հիմնական հորդոր եք ուղղում ձեր բուժառուներին օդի հետ կապված։
Բուժառուներին, եթե իրենցից ինչ-որ բան կախված է, փաստորեն դա ավելի շատ կախված է վերահսկող մարմիններից, որոնք պետք է ավելի խիստ հսկեն ստանդարտները եւ շինարական աշխատանքներում եւ արդյունաբերության մեջ եւ տրանսպորտը, որ փոխարինվի էկոլոգիապես մաքուր այդ էլեկտրական շարժիչով մեքենաներով եւ այլն, իսկ կոնկրետ անձնական մակարդակով խիստ հետևելով բժշկի խորհուրդներին, հիգիենայի կանոնների պահպանում, մաքրության պահպանում, օդի խոնավության պահպանում, այդ ամենը կնպաստի նշված հիվանդությունների կանխարգելմանը։ Շնորհակալ եմ պարոն Հայրումյան ձեր մասնագիտական մեկնաբանությունների համար։ Ձեզ սպասում են ձեր բուժառուները, իսկ ինձ մեր ծնողները հրաժեշտ եմ տալիս ձեզ եւ միանում եմ նրանց ամենայն բարի։ Սիրելիներ, ամփոփելով այսօր ասվածն ու լսվածը, իհարկե մարդ ուզում է վաճառել իր բնակարանը քաղաքում եւ տեղակայվել ինչ-որ տեղ սարի կատարին, բայց ասում են, որ դա էլ ոչ միշտ է փրկում։ Փորձենք դուրս բերել այն կարևոր սկզբունքները, որոնք կօգնեն մեզ մի փոքր ավելի անվտանգ եւ մաքուր դարձնել մեր երեխայի միջավայրը, խնդրեմ Սվետլանա։ Ինչ կառաջարկեք։ Ըստից պետք է երեխաներին չհանել դուրս այն ժամանակ, երբ որ դրսում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է գտնվում, դեռևս ակտուալ է լինում ապրել բնության գրկում եւ սիրել ու պահպանել բնությունը։ Շատ լավ, Գոր, ձեր տարբերակը։ Այո, սկսենք մեզնից ու լավագույնը ինչ կարող է յուրաքանչյուր հաշվի առնենք, որ մեծամասամբ ծխում են տղամարդիկ տանը, կամ ես ուզում եմ գոնե հավատալ դրան, որ դա այդպես է, սկսենք նրանից, որ չծխենք մեր երեխաների ներկայությամբ, չծխենք փակ տարածքներում, հղիների ներկայությամբ չծխել եւ չհուսադրենք մեզ նրանով, որ դուրս եկա պատշգամբ ծխեցի ու վերադարձա, որովհետեւ ապացուցված հանգամանք է, որ ծխելուց հետո մոտավորապես 2 ժամ մարդու թոքերից դեռ շարունակում են այդ արտազատումները դուրս գալ։ Այսինքն, եթե դու ծխել ես պատշգամբում, վերադարձել ես ու գրկել ես քո երեխային եւ շփվում ես նրա հետ, գրկում ես, համբուրում ես, խոսում ես նրա հետ, դու շարունակում ես նրան տալ քո օրգանիզմում ամբարված վնասակար նյութերը։ Անուշ, ինչ եք տանում այսօր ձեզ հետ որպես կարևոր սկզբունք, որը նաեւ կիրառելի է առօրյայում ու կենցաղում։ Այսօրվա հաղորդումից հետո ավելի ինձ մտահոգեց օդի աղտոտվածության կապված խնդիրները։ Իհարկե բոլորս պետք է շատ ուշադիր լինենք մեր երեխաների հետ կապված, նաև բնակարանում մենք բոլորս մարկենցիկին զոհ ենք դարձել, այսօր բոլորս գնում ենք հոտավետ թե մոմերը, թե հատուկ փայտիկները, որոնք որ դնում ենք եւ իրանք անուշ հոտեր են դրանք, նույնպես ինձ թվում է օդի քողարկում է, ուղղակի օդի աղտոտվածությունը մեր բնակարանում, չգիտեմ, հանրային վայրերում շատ ուշադիր պետք է լինել նաև կենցաղային հարցերով, երբ որ մենք վերցնում ենք անուշաբույր լվացքի համար նախատեսված միջոցները։ Դրանք նույնպես քողարկում են շորի միջոցով ենք, արդյոք այս միջոցը մեզ պետք է իսկապես վերցնենք եւ վերցնենք ամենաանհրաժեշտները սկսած օճառից։ Ես մտածում եմ, որ տուն կառուցելուց կամ վերանորոգելուց անպայման որպես ինժեներական կարևորագույն համակարգ պետք է դիմենք մասնագետներին, որ օդափոխության թե բնական, թե ստիպողական համակարգերը հաշվարկելով ճիշտ տեղադրեն։ Բացի դրանից նախապատվություն տանք էլեկտրական սարքերին, վառարաններին, նախապատվություն տանք այն սարքերին, որոնք չունեն այրում, չունեն այդ արտանետումը եւ այդ թվում էլեկտրոմոբիլները։ Ես ինքս վարում եմ էլեկտրոմոբիլ եւ առավոտյան երբ որ երեխաներին տանում եմ դպրոց, կարիք չկա տաքացնելու եւ այդ սկզբի տված ծուխը շնչելու։ Իրանք մաքուր տաք մեքենա նստում շարժվում են։ Մենակ դրա համար արժի վարել, բայց շատ դեպքերում ավտոմեքենաների աղտոտվածությունը ամենաշատն է, որ մեր վրա ազդում է եւ մենք անմիջապես շնչում ենք։ Դրա համար երբ որ նախապատվությունը տանք էլեկտրական սարքերին, ինչ որ չափով կպակասեցնենք այդ կեղտոտվածությունը եւ երեխաների ապագան ավելի պարզ եւ մաքուր կլինի։ Ես էլ իմ տարբերակն առաջարկեմ, կարծում եմ իրավիճակը ճիշտ գնահատելու համար մենք պետք է մեզ համար նաև մշակույթ ու սովորություն դարձնենք օդի մաքրությունը չափելը։ Մի բան, որը մեր կենցաղում կարծես թե չկա, բայց հիմական համապատասխան հավելվածներ, սարքեր, որոնք թույլ կտան մեզ կողմնորոշվել, արդյոք այն միջավայրում, որտեղ մենք գտնվում ենք, իսկապես օդը մաքուր է եւ վնաս չի հասցնում, թե ոչ։ Այսինքն չափենք եւ հետո համապատասխան միջոցներ կիրառենք։ Այսօր շատ ուղղություններով գնաց մեր զրույցը եւ
մեզ այնց յուրաքանչյուր առաջարկեց իր տարբերակները, լսեցինք մասնագետներին, կարծում եմ մեզ դիտողների համար շատ արժեքավոր զրույց էր սա։ Այսօր բոլորս հետամուտ լինենք մեր երեխաների միջավայրը ավելի ապահով, մաքուր ու առողջ դարձնելու հարցում։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի ու մասնակցության համար։ Մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։